Պարոն Նորիկյան, այսօրվա դատական նիստը ծավալուն, անավարտ, բայց լարված մթնոլորտում անցավ։ Ինչ կարող եք ասել, ինչ տվեց այսօրվա հարցաքննությունը, հաշվի առնելով, որ բավականին հաճախ հակասություններ էր լսվում, ինչպես կմեկնաբանեք։ Այսօր հարցաքննվում էր նշված Զորամասի ինժեներական ծառայության պետը, որը դեպքի ժամանակ հանդիսացել է այդ պաշտոնատար անձը, ում մեղադրանք է առաջադրված, բնականաբար իր նախաքննության ընթացքում տված ցուցմունքներում եւ այսօր դատարանում տված ցուցմունքներում բազմաթիվ ուշագրավ հանգամանքներ կային, բայց ինձ որպես դժողների լիազոր ներկայացուցիչ հետաքրքրում էր եւ ես առանձնացրել եմ իր ցուցմունքի այն հատվածները, որոնք վերաբերում են այդ զինվորական կացարանի պայմաններին, այդ զինվորական կացարանի չափորոշիչներին եւ անձնակազմի այնտեղ տեղավորելուն եւ դրա վերաբերյալ վերադաս հրամանատարության ընդհանուր մինչեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ղեկավար կազմի ներկայացուցիչների իրազեկ լինելուն։ Մենք այսօր մեկ անգամ եւս հավաստվեցինք, որ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը առնվազն քաջատեղյակ է եղել Ազատի զինվորական կացարանի ուրեմն պայմանների մասին, անձնակազմի այնտեղ պահման վերաբերյալ վիճակի մասին եւ դրանից ելնելով որևէ հետեւություններ եւ ուրեմն արկա թերությունները վերացնելուն ուղղված որևէ քայլեր չեն իրականացվել։ Ինձ համար ակնհայտ է, որ այդ բարձի թողի իրավիճակը, ինչպես այդ ժամանակահատվածում, այնպես էլ դրան նախորդող ժամանակահատվածում տիրելը, որը հանգեցրել է նաեւ այս ողբերգական ուրեմն դեպքին ակնհայտ է, որ մեղադրյալը փորձում է այլ կերպ ուրեմն վերլուծել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը, իրեն վերաբերելի մասով այլ բնութագրումներ եւ վերլուծություն տալ, դա բնականաբար հասկանում եմ իրենց պաշտպանական մարտավարական տակտիկան է եւ իրենք են ընտրում իրենց տակտիկան, բայց ես կարող եմ մի բան ասել, որ այսօրվա ցուցմունքը եւ հարցերին պատասխանելը մեկ անգամ եւս հավաստվում է, որ եթե իրավասու մարմինների պաշտոնատար անձանց կողմից ժամանակին իրականացվեր Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ իրենց վերապահված իրավասությունները, լիազորությունները եւ պարտականությունները, հնարավոր է, որ մենք այս ողբերգական դեպքը չունենայինք։ Դուք տեսաք, որ դատականիստը ընդմիջվեց մեղադրյալներից մեկի ինքնազգացողության վատացման պատճառով, հույս ունենք հաջորդ դատական նիստում ավարտին հասցնել մեղադրյալի հարցաքննությունը, բավականին հարցեր կան, որոնք վերաբերում են դեպքին հաջորդող իրադարձություններին, ընդհանրապես դեպքի վերաբերյալ իրենց պատկերացումներին, իրականում տեղի ունեցած հանգամանքներին, հրդեհի տարածման մեխանիզմին, իր եւ այլ անձանց միջև հարաբերություններին եւ առհասարակ այս գործի հանգամանքների վերաբերյալ մեղադրյալի վերաբերող մասով դեռևս բազմաթիվ հարցեր կան, որոնք փորձենք մյուս դատական նիստին հնչեցնել։ Շնորհակալություն։